Այո, երաժշտայտողներ, միանգամից մշակութային թեմայով ենք սկսում երկրորդ հատվածը Առավոտ լուսոյի, խոսելու ենք Վաղարշակ Արամյան եւ մետաֆիզիկա ցուցադրության մասին, որի հանդիսավոր բացումը արդեն տեղի է ունեցել հուլիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի արծիվ սրահում եւ ցուցադրությունը բաց է լինելու մինչեւ սեպտեմբերի 27-ը։ Ցուցադրության բոլոր մանրամասների մասին կխոսենք մեր հյուրերի հետ։ Ես էլ շտապ եմ ներկայացնել նրանց։ Արմեն Եսայանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Բարի լույս եւ Նանա Արամյան, նկարիչ Վաղարշակ Արամյանի դուստրը Բարի լույս։ Շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու եւ եկեք խոսենք եւ մետաֆիզիկա խորագիրը, ինչու է այս խորագիրը ընտրվել եւ ինչպես է այն արտահայտում Վաղարշակ Արամյանի արվեստը։ Նախ եւ առաջ շնորհակալություն մեզ հրավիրելու համար, միշտ մեզ համար նախ պատիվ է, շատ ուրախալի է, որ հենց հանրային եթերում ենք պատմում մեր նոր ցուցադրությունների մասին։ Իսկ կոնկրետ խոսում ենք Վաղարշակ Արամյանի այս հետաքրքիր նախագծի շուրջ եւ մետաֆիզիկան հենց կապված է ընդհանուր ցուցադրության կոնցեպտի հետ, որովհետև Վաղարշակ Արամյանը բավական ինքնատիպ արվեստագետ է հայ կերպարվեստի մեջ 20-րդ դարի, այսինքն այն վիզուալ լեզուն, որ ինքը ընտրել է դեռևս 1970-ական թվականներին, բավական տարբերվում էր այդ նույն ժամանակաշրջանում ավելի տարածված մտածողությունից գեղարվեստական եւ ավելի հարում էր դեպի սյուրռեալիստական, մետաֆիզիկական նկարչությունը եւ ինչու է եւ մետաֆիզիկա, որովհետեւ քանի որ այնպես ստացվեց, որ այս ցուցահանդեսը դարձավ ինչ-որ առումով հետահայաց, ներկայացնելով իր ողջ գեղարվեստական ժառանգության այդ դիապազոնը, սկսած 1960-ական թվականից մինչև 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ, ու այդ սկզբունքից ելնելով, քանի որ միայն մետաֆիզիկական աշխատանքներ չի արել նա, եւ մենք նաեւ ցանկանում ենք ցույց տալ այն ճանապարհը, որ ինքը անցել է իր գեղարվեստական լեզվի ձևավորման մեջ, ինչպես է նա հանգել այն մաներային, որով ինքը առավել հայտնի է եւ ավելի շրջանառված է եղել ժամանակին, դրա համար էլ հենց որոշեցինք ընտրել այդ գաղափարը եւ մետաֆիզիկա, այսինքն դե լայն իմաստով եթե շատ խորանանք, ցանկացած գեղարվեստական աշխատանք արվեստի գործ կարելի է մետաֆիզիկական համարել ինչ որ իմաստով եւ իր պարագայում հենց այդ հարցը կա, թե ինչպես է նա եկել այդ լեզվին, որ կարելի է նկատել իր ավելի վաղ աշխատանքներում եւ այս պարագայում շուրջ 70 ստեղծագործություն է ներկայացված, որոնց կասեի զգալի մասը առաջին անգամ է ցուցադրում ընդհանրապես։ Եվ դա էլ շնորհիվ դստեր Նանա Արամյանի, ում հետ մենք այս ճանապարհը անցնում ենք արդեն 2 տարի։ Եթե չեմ սխալվում, սա Հայրիկի մահվանից հետո իր երկրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց սա ավելի մասշտաբային է։ Սա շատ կարծում եմ ավելի կարևոր է այն առումով, որ ներկայացնում է ավելի լայն դիապազոն, ինչպես ասաց Արմենը, եւ շատ աշխատանքներ են ցուցադրվում առաջին անգամ, կարելի ասել պրեմիերա է։ Այսինքն մենք սկսել ենք այն ամենասկզբի ոնց որ ստեղծագործական ուղին ձևավորող աշխատանքներից եւ մինչեւ ամենավերջին աշխատանքը, որը էլի նույնպես առաջի անգամ է ցուցադրվում, վերջին կիսատ աշխատանքը, որ հենց մնացել էր հաստոցի վրա Հայրիկից հետո եւ շատ կարեւորում եմ եւ գնահատում եմ Գաֆէսճեան կենտրոնի մոտեցումը, որ ուզում են յուրաքանչյուր արվեստագետին ցուցադրել նորովի, նույնիսկ ցուցադրված, ճանաչված եւ լրիվ նոր շունչ հաղորդել, նոր ընկալում հաղորդել ստեղծագործությանը։ Այս նմուշները ընտանիքի արխիվից են։ Այո, դա նամանավանդ ես շատ երջանիկ եմ, որ ցուցադրվեցին գրաֆիկական աշխատանքները, որը շատ հետաքրքիր էին եւ բացարձակ բազմազան, շատ պրոդուկտիվ էր աշխատել Հայրիկը 67-68 թվականների մինչև 70-ական եւ այնպիսի ստեղծագործություններ էին, որոնք շատ զարմանալի է, ասենք նա կարող էր խորանալ այս կամ այն ուղով եւ զարգացնել լրիվ տարբեր ձևի իր արվեստը եւ ոնց որ կուրատորը էքսպոզիցիայի միջոցով ցույց է տալիս, թե ինչպես նա ձևավորեց իր յուրույն ոճը, ինչի եկավ հենց մետաֆիզիկ, սյուրռեալիստական արվեստին, մի խոսքով հետաքրքիր է դիտել հենց էքսպոզիցիան, որ պատմում է ոնց որ նկարչի ուղու մասին։ Այո, աշխատանքները ընտրելիս
ինչ նոր բացահայտումներ արեցիք ձեր հայրիկի թողած մեծ ժառանգությունից, կա այդպիսի աշխատանք կամ աշխատանքներ։ Եվ հետաքրքիր է, կա աշխատանք, որ երևի դուք, չգիտեմ, առաջին անգամ եք տեսնում, կա այդպիսի հետաքրքիր պատմություն։ Ես կարող եմ ասել, նո չեմ ասի, որ առաջին անգամ եմ տեսնում, որովհետև երբ որ ես սովորում էի Թերլեմեզանում, ես ինքս փորփրում էի հայրիկի գործերը, նույնիսկ ինքը այդ ժամանակ կենթանի էր, չէր թողում ինձ նայեմ, որովհետև գործերություն չլինի, թե ինչ հետաքրքիր է։ Չէ, ճիշտ ասած, ինքը ոնց որ որոշ գործեր առանձնացրել էր եւ համարում էր դա իր համար անցած էտապ, եւ ոնց որ չէր ուզում նորից իրան էլ կարող է դա խանգարել, բայց ինձ ամեն ինչը շատ հետաքրքիր էր եւ ես նայում էի, սովորում էի։ Հետո տարիներ անց հայրիկից հետո էլ այդ թղթապանակում փակել էի եւ երբ որ բացում էի, շատ բաներ ես մոռացել էի ու ինձ էլ էր շատ զարմացնում, հա, որովհետեւ կարելի է տեսնել 68 թվականի օրինակ էքսպրեսիվ աբստրակցիա, որը այն ժամանակվա համար եւ հայրիկի արվեստի համար էլ շատ հայտնություն կարող էր լինել։ Այո, բաներ ինձ թվում էր, որ ինքը խոսում է ինձ հետ իր գործերի միջոցով, որովհետեւ շատ հետաքրքիր է նայել ամեն անգամ։ Արմեն, անզեն աչքի համար այս նկարները առաջին տպավորությամբ ֆորմալ առումով կարող են սյուրռեալիզմ հիշեցնել կամ արվեստի այն ուղղությունները, որոնց մենք ծանոթ ենք որպես այդպիսի լայն իմաստով։ Բայց հետաքրքիր է այդ մետաֆիզիկական նկարչություն ասվածը արվեստաբանության մեջ ուղղություն է, ժանր է, որակում է, ինչ է։ Շատ կարևոր դիտարկում արեցիք, որովհետև իրոք ձևակառուցողական տեսանկյունից, այնպես ինչպես նա աշխատում է, այսինքն զուտ ֆորմալ տեսողական վիճակով, իրոք հիշեցնում են սյուրռեալիստական աշխատանքներ, բայց բովանդակային իմաստով, այսինքն կոնցեպտուալ մասը, թե ինչ է այնտեղ ներկայացված, ինչին էլ արվեստագետը ձգտում, ավելի մետաֆիզիկական նկարչության է առնչվում, ինչը Իտալիայում ձևավորված ուղղություն է 20-րդ դարի սկզբում, հիմնադիրներից է Ջորջո դե Կիրիկոն եւ այստեղ հենց այդ մետաֆիզիկական երևույթի մասն է խոսք գնում, իսկ եթե լայն իմաստով նայենք մետաֆիզիկան ինչ է, դա ֆիզիկական աշխարհից անդին գտնվող երևույթներն է, այսինքն այն ինչ որ մենք ֆիզիկապես շոշափելի իմաստով տեսնում ենք, մենք նաեւ փորձում ենք դարեր շարունակ խորանալ այդ միստիկական այդ ոչ իրական երազային ինչ որտեղ եթե օրինակ սյուրռեալիզմին նաև ինչ որ ձևով հարենք այդ վիճակների մեջ այսինքն ինչպիսին է էությունը ինչ որ երևույթների, որոնք մեզ հասանելի չեն։ Մարդը միշտ հետաքրքրվել է դրանով եւ երբ հայտնվել են աշխատանքները Իտալիայում Ջորջո դե Կիրիկոյի, դա հենց մետաֆիզիկական նկարչություն է կոչվում արվեստաբանական տեսանկյունից։ Եվ դրանք հիմնականում հենց այն յուրահատուկ աշխարհն է, որ կարծես գոյություն ունի, որը մենք ճանաչում ենք, բայց ոնց որ այդ նույնը զուգահեռ իրականության մեջ լինի։ Կնել լքված ճարտարապետական շինությունները, բավականին այսպես աբստրակտ կերպարները, որոնք մարդ են հիշեցնում, բայց միևնույն ժամանակ կարծես մանեկեն են լինեն, որովհետև զրկված են այդ անհատականությունից։ Այն վիճակները, որոնք հասանելի չեն մարդին։ Այսինքն այդ աշխատանքները երբ նայում եք, դուք որոշակի անհասանելի լիցքեր եք տեսնում, որ մի քիչ դժվար է բացատրել։ Օրինակ, համար հատկապես նատյուրմորտների մեջ, երբ նայում եք նուռ է պատկերված կամ սովորական ընկույզ կամ ինչ որ հայելի, դուք այդ նկարների մեջ տեսնում եք, որ սա սովորական ընկույզ չէ, սովորական նուռ չէ եւ սովորական հայելի չէ, այլ մի այնպիսի առարկա է, որը մեզ ծանոթ է առօրյայից, բայց նկարի մեջ ստանում է լրիվ ուրիշ նշանակություն, որովհետեւ թե գեղարվեստական, այսինքն ձևակառուցողական լուսաստվերային մաներայի տեսանկյունից է այլ ձև պատկերված, թե նաև իր կոմպոզիցիան այնպես է, որ մի տեսակ անհասկանալի ինչ որ մի վիճակում ես դու հայտնում որպես դիտող եւ այս իմաստով է հետաքրքիր որ աշխատանքները մենք ուսումնասիրում ենք այսպես հնագիտական մի տեսակ պեղումների էր նման որովհետեւ գրաֆիկական աշխատանքների մասին որ խոսեց Նանան եւ ասում էր այդ արդյունավետ շրջանի մասին շատ այսպես արգասաբեր ես կասեի հարյուրավոր թղթերի մասին է խոսքը գնում, այսինքն այնպես չէ որ 20-30 աշխատանք է, հարյուրներով են այդ աշխատանքները եւ նաեւ այդ ընտրություններ շատ հետաքրքիր, ինչպես ընտրել այն ստեղծագործությունները, որ ցույց կտար այդ հարյուրավոր աշխատանքների մեջ արկա ընդհանուր որոշակի շերտեր, որոշակի գծեր, որ հանկարծ մենք բաց չթողենք այն մի ինչ որ մի կոմպոնենտ, որ կար արդեն 60-ականների վերջում 70-ականներին եւ այդ անցումային շրջանը լաբորատոր իր աշխատանքը ինչպես իրեն հանգեցրեց հենց այդ մետաֆիզիկական մտածողությանը, որը իր մոտ շատ վաղ է ձևավորվել, այսինքն երբ մենք խոսում ենք 67-68 թվականի մասին,
դա շատ ինքը 46 թիվ էր, այսինքն այդ ժամանակ ընդամենը 22-23 տարեկան էր, եւ արդեն 70-ականների կեսերից դրանից ընդամենը մի 7 տարի հետո արդեն հստակ այդ մտածողությունը կար, որը պահպանվեց մինչև 2000-ականներ։ Եվ այս ամբողջ ճանապարհը կարելի է ցուցադրության ժամանակ ամբողջությամբ Այո, այսինքն մենք այդպես ենք կառուցել եւ հուսով ենք, որ այցելունք կարողանա ընդհանուր գաղափար կազմել արվեստագետի մասին, ով ցավոք սրտի ընդհանուր շրջանառությունից դուրս է մնացել, ինչը մեր նպատակն է նաեւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունից ելնելով, փորձում են նաեւ այդ լուսանցքային արվեստագետներին զուտ տարբեր հանգամանքներից ելնելով, որ պատմական առումով շատ չեն ցուցադրվել, շատ չեն շրջանառվել, բայց արժանի են ավելի լայն հանրային ներկայացմանը, մենք փորձում ենք այդ ուղղությամբ աշխատանք տանել եւ ուսումնասիրում ենք դաշտը եւ ներկայացնում։ Եվ վերջում հետաքրքիր է հայրիկը կյանքում էլ իր այդ մետաֆիզիկական բնույթի կրողներ, թե դա միայն արվեստում է։ Այո, որովհետեւ հայրիկի սիրած նկարիչը իսկապես եւ թե ամենասիրածներից դա Ջորջո դե Կիրիկոն էր եւ միշտ ինքը ողջևորվում էր իրենից եւ նույնիսկ ցանկացած ասենք կենցաղային ինչ որ զբոսանքի ժամանակ կամ ինչ որ խոսակցության ժամանակ ինքը գտնում էր այդ սովորական տեսարանների մեջ ինչ որ ավելի խորը ոնց որ շերտեր ակնարկում էր երբեմն ասենք ինչ մետաֆիզիկական տեսարան հլանայի ոնց որ Ջորջո դե Կիրիկոյի նկարներից լինի եւ այլն այսինքն դա ապրում էր ինքը դրանով իսկապես Շնորհակալ ենք շատ որ մեզ հետ սկսեցիք օրը եւ ցուցադրության մանրամասները պատմեցիք հեռուստադիտողներին այն բաց է լինելու մինչեւ սեպտեմբերի 27-ը մուտքն ազատ է հեռուստադիտողներ այնպես որ բաց մի թողեք առիթը Վաղարշակ Արամյանի ստեղծագործական ճանապարհին ծանոթանալու Շնորհակալ ենք շատ ձեզ լավ օրվա շարունակություն եք Ձեզ շնորհակալություն հրավերի համար Իսկ մենք շարժվում ենք առաջ